Պառավն ու այծը, լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի շատ պառավ կին է լինում։ Նա ոչ մի զավակ չուներ, և նրա ողջ հարստությունը մի այծ էր։ Ամեն առավոտ պառավը այծը տանում է արածելու, իսկ երեկոյան տուն է բերում։ Բայց մի երեկո այծը սկսեց կամակորություն անել և չէր ուզում տուն վերադառնալ։ Քշում է պառավը, քշում է այծին տուն, իսկ այծը չի շարժվում տեղից։ Հանդիպում է նրանց գայլը։ Պառավը խնդրում է գայլին. «Գայլ, այ գայլ, քշիր այծին, նա տուն չի գալիս, օգնիր ինձ»։ Ինքդ քշիր քո այծին, պատասխանում է գայլը։ Պառավը նորից սկսում է քշել այծին։ Հա քշում է ու քշում, ու մեկ էլ հանդիպում է մահակին, խնդրում է նրան. «Մահակ, այ մահակ, ծեծիր գայլին, գայլը այծին չի քշում, այծը տուն չի գնում»։ Ինքդ ծեծիր քո գայլին, զայրանում է մահակը։ Քշում է պառավը այծին, քշում, հանդիպում է կրակին, խնդրում է նրան. «Կրակ, այ կրակ, այրիր մահակին, մահակը չի ծեծում գայլին, գայլը չի քշում այծին, այծը տուն չի գնում»։ Այ պառավ, ինքդ այրիր քո մահակին, պատասխանում է կրակը։ Նորից է քշում պառավը այծին, քշում է, հա քշում, հանդիպում է ջրին, ասում է. «Ջուր, այ ջուր, հանգցրու կրակը»։ Կրակը չի այրում մահակին, մահակը չի ծեծում գայլին, գայլը չի քշում այծին, այծը տուն չի գնում։ Պառավ, ինքդ հանգցրու քո կրակը, պատասխանում է ջուրը։ Նորից քշում է պառավը այծին, քշում է, հա քշում, հանդիպում է ցուլին, խնդրում է. «Ցուլ, այ ցուլ, խմիր ջուրը»։ Ջուրը չի ուզում հանգցնել կրակը, կրակը չի այրում մահակին, մահակը չի ծեծում գայլին, գայլը չի քշում այծին, այծը տուն չի գնում։ Ինքդ խմիր քո ջուրը, պատասխանում է ցուլը։ Նորից քշում է պառավը այծին, քշում է, հա քշում, հանդիպում է պարանին և խնդրում է. «Պարան, այ պարան, կապիր ցուլին, ցուլը ջուր չի խմում, ջուրը կրակը չի հանգցնում, կրակը փայտը չի այրում, փայտը գայլին չի ծեծում, գայլը այծին չի քշում, այծը տուն չի գնում։ Ինքդ կապիր քո ցուլին», զայրանում է պարանը։ Նորից է քշում պառավը այծին, քշում է, հա քշում, մեկ էլ հանդիպում է մկնիկին, խնդրում է նրան. «Մկնիկ, այ մկնիկ, կրծիր պարանը, պարանը ցուլին չի կապում, ցուլը ջուր չի խմում, ջուրը կրակը չի հանգցնում, կրակը փայտը չի այրում, փայտը գայլին չի ծեծում, գայլը այծին չի քշում, այծը տուն չի գնում»։ Եվ ահա մկնիկը հարձակվում է պարանի վրա, պարանը հարձակվում է ցուլի, ցուլը ջրի, ջուրը կրակի, կրակը փայտի, փայտը գայլի, գայլը այծի, և այծը վազելով գնում է տուն։